Հարգելիներս, եկեք այսօր միասին պատրաստենք 2 միջուկով լցոնված կարկանդակներ։ Հարգելիներս, ես միշտ նախընտրում եմ օգտագործեմ թարմ կանաչի, իսկ այս պարագայում այս փոքրիկ փունջը իմ այգու կանաչիներն են, որը ես կօգտագործեմ մեր ուտեստի մեջ։ Մեր թարմ կանաչիներին էլ ես մի փոքր չորացրած ցիտրոն ավելացրեցի։ Հարգելիներս, մեր այսօրվա տարբերվող պերաշկիների միջուկն է խաշած բրինձ, սոխառածով պատրաստած հավի սրտիկներ, կանաչիներից պետրուշկա սամիտ, ինչը ունեի ձեռքիս տակ, եւ չորացրած ցիտրոն։ Մեկ էլ համեմել եմ կարմիր քաղցր պղպեղով եւ աղով։ Սա էլ կանաչիների մյուս փունջն է, որը կօգտագործեմ արդեն կարտոֆիլով պյուրեի մեջ։ Հարգելիներս, մեր միջուկները արդեն պատրաստ են։ Մեր խմորը շատ լավ հասունացել է։ Մեզ մնում է ձևավորենք կարկանդակները եւ թխենք։ Հարգելիներս, կարկանդակները ձևավորելիս ես ալյուր չեմ օգտագործում, ես օգտագործում եմ ձիթայուղ։ Ահա այս ափսեի մեջ բարբերաբար ես ձեռքերս կթաթախեմ, իհարկե այսպիսի ձեռնոցներով կաշխատեմ եւ ընթացքը կցույց տամ։ Հարգելիներս, այսպես ես բացում եմ խմորը եւ մեջը տեղադրում եմ մեր միջուկը եւ այսքան ես արդեն տեղադրեցի եւ արդեն իրանք պատրաստ են գնան թխվելու։ Հարգելիներս, մեր կարկանդակները արդեն պատրաստ են։ Մենք այսօր միասին պատրաստեցինք 2 միջուկով լցոնած կարկանդակներ։ Ահա այսպիսի հրաշքախորժալի տեսք ունեն։ Դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։ Հարգելիներս, կարկանդակներիս խմորը շատ հասարակ հացի խմոր է, ալյուր, ջուր, թթխմոր եւ աղ։ Մի պահ մտովի տեղափոխվեցի անցյալ եւ հիշեցի իմ դպրոցական տարիներս։ Դպրոցական տարիների ժամանակ մեր դպրոցի խոհանոցում այսպիսի բրնձով կարկանդակներ էին վաճառում, պերաշկիներ։ Եվ ես ցանկություն ունեցա այսօր այդ պերաշկիներից պատրաստեմ մի փոքր ձևափոխություն մեջը մտցնեմ, ավելացնելով հավի սրտիկներ եւ ասեմ արտակարգ համեղ համ ստացվեց։ Եվ այսպիսով, հարգելիներս, մեր 2 տեսակի կարկանդակներն էլ շատ ընտիր տեսք ունեն, շատ համեղ են, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։